Թեոդոր Դրայզեր, ֆինանսիստը։ Ֆինանսիստը վեպի հիմքում 19-րդ դարի ամերիկացի միլիոնատեր Չարլզ Յորքսի կյանքի պատմությունն է։ Դրայզերը բացառիկ վարպետությամբ ու համընդգրկուն կերպով պատկերել է ժամանակի ամերիկյան ֆինանսական և քաղաքական վերնախավի արատավոր կյանքը։ Հերոսին շրջապատող գործարար միջավայրը դեռ մանկությունից նրա մեջ ձևավորում է նյութապաշտի հոգեբանություն, որի համար բոլոր միջոցներն արդարացված են, եթե թույլ են տալիս հասնելու հարստության ու իշխանության։ Եվ ահա նրա այս աշխարհայացքը հետագայում մի մեծ դրամայի պատճառ է դառնում մերձավորների համար։ Գլուխ առաջին։ Ֆիլադելֆիան, որտեղ ծնվել էր Ֆրենկ Ալջերնոն Քամփերֆուլդը, ավելի քան 250,000 բնակիչ ուներ։ Այդ քաղաքը հարուստ էր գեղեցիկ զբոսայգիներով, փառաշուկ շենքերով ու հին հուշարձաններով։ Այն ժամանակ դեռ շատ բան չկար այն ամենից, ինչ իմանում ենք մենք և ինչ հետո միայն իմացավ Ֆրենկը՝ հեռագիր, հեռախոս, նամակներ տուն բերելու սովորություն, քաղաքային փոստի ցանց և օվկիանոսային շոգենավեր։ Ոչ փոստանիշներ կային, ոչ էլ պատվիրված նամակներ։ Դեռ ձիաքարշը գործածության մեջ չէր մտել։ Կարճ տարածության վրա երթևեկում էին անհարմար հանրակարգեր, իսկ հեռու վայրեր մեկնելու համար կար դանդաղ զարգացող երկաթուղացանց, որ դեռ սերտորեն կապված էր նավարկելի ջրանցքերի հետ։ Ֆրենկը բանկի շարքային ծառայողի որդի էր, բայց 10 տարի անց, երբ մանճուկն սկսեց հետաքրքրասեր ու սրատես հայացքով դիտել շրջապատը, մեռավ բանկի վարչության նախագահը, և բոլոր պաշտոնյաները համապատասխանաբար առաջ քաշվեցին։ Հենրի Ուորթինգստոն Քամփերֆուլդը ժառանգեց գանձապահի օգնականի այն ժամանակվա նրա հասկացողությամբ փայլուն պաշտոնը տարեկան $3,500 ռոճիկով։ Նա անմիջապես ուրախությամբ հայտնեց կնոջը, թե որոշել է Բաթերֆուլդ փողոցի համար 21 տնից փոխադրվել Նյու Մարքեթ Սթրիթի համար 124 տունը։ Ոչ այդ շրջանն էր այսպես ետ ընկած, ոչ էլ տունը, այն աղյուսաշեն եռահարկ մենարանը որևէ ձևով չէր կարող համեմատվել Քամփերֆուլդների ներկայիս կացարանի հետ։ Նրանք բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ ժամանակին կփոխադրվեն ավելի ընդարձակ մի բնակարան, բայց առայժմ սա էլ վատ չէր։ Միստր Քամփերֆուլդը սրտագին շնորհակալություն հայտնեց իր բախտին։ Հենրի Ուորթինգստոն Քամփերֆուլդը հավատում էր միայն այն ամենին, ինչ տեսնում էր սեփական աչքով, և միանգամայն բավարարված էր գանձապահի իր վիճակով։ Հետագայում այդ բանը նրան բանկիր դառնալու հնարավորություն էր ընձեռում։ Այդ տարիներին նա պատկառելի տղամարդ էր՝ բարձրահասակ, նիհար, զուսպ, հայացքը խոհուն, իսկ կոկիկ ու կարճ խուզած այտամորուքները գրեթե հասնում էին մինչև ականջների բլթակները։ Վերին շրթունքը, որ տարօրինակ կերպով շատ էր հեռու երկար և ուղիղ քթից, միշտ մաքուր ածիլված էր, ինչպես նաև սրածայր կզակը։ Սև ու թավ հոնքերը ստվերում էին կանաչավուն գորշ աչքերը, իսկ կարճ ու սղալած մազերը բաժանված էին կանոնավոր մասերի։ Նա մշտապես հագնում էր սերթուկ։ Այդ տարիներին ֆինանսական շրջաններում դա լավ ճաշակ էր համարվում։ Գլխին էր ցիլինդր դնում։ Եղունգները պահում էր անթերի մաքուր։ Մի քիչ խիստ տպավորություն էր գործում, սակայն այդ խստությունը շինծու չէր։ Ձգտելով առաջադիմել հասարակության մեջ ու ֆինանսական աշխարհում, միստր Քամփերֆուլդը ամեն անգամ զգուշությամբ ծանր ու թեթև էր անում, թե ում հետ է խոսում և ինչի մասին։ Հավասարապես զգուշանում էր թե իր շրջանում ժողովրդականություն չվայելող հասարակական կամ քաղաքական հարցերի մասին խոսելուց, թե վատ համբավ ունեցող մարդկանց հետ շփվելուց։ Նշենք նաև, որ քաղաքական որոշակի համոզմունք չուներ։ Ոչ կողմնակից է ստրկատիրության, ոչ էլ հակառակորդ, թեև այն ժամանակ մթնոլորտը հագեցած է ստրկությունը վերացնել ցանկացողների և դրա պահպանման կողմնակիցների միջև մղվող պայքարով։ Քամփերֆուլդը հաստատ համոզված էր, թե երկաթուղիներ կառուցելու գործում կարելի է մեծ հարստություն դիզել, միայն թե բավականաչափ կապիտալ լիներ, ինչպես նաև մի ուրիշ տարօրինակ բան՝ անձնական հմայք, այսինքն իր հանդեպ վստահություն ներշնչելու ընդունակություն։ Նրա համոզմունքով
Էնդրու Ջեքսոնը բնավ էլ իրավացի չէր, որ հանդես էր գալիս Նիկոլաս Բիդլի և Միացյալ Նահանգների բանկի դեմ։ Այս պրոբլեմն այդ տարիներին հուզում էր մարդկանց մտքերը։ Նա վերին աստիճանի անհանգստացած էր շրջանառության մեջ գտնվող և իրենց բանկը ստեպ-ստեպ մտնող փքում փողերի հոսանքից։ Թեև բանկն այնուամենայնիվ զեղչում էր դրանք և իր համար շահավետ կերպով շրջանառության մեջ էր դնում, տալով փոխառությունների ձգտող հաճախորդներին։ Ֆիլադելֆիայի ազգային երրորդ բանկը, ուր աշխատում էր նա, գործարարական թաղամասում էր, որ այդ ժամանակ համարվում էր ամբողջ ամերիկյան ֆինանսական աշխարհի կենտրոնը։ Բանկի տերերը զուգընթաց զբաղվում էին նաև բորսայական խաղով։ Նահանգների բանկերը մեծ ու փոքր այդ տարիներին բուսնում էին ամեն քայլափոխին։ Նրանք արդեն առանց վերահսկողության բաց էին թողնում սեփական բանկատոմսեր անհույս և որևէ մեկի անհայտ ակտիվների հիման վրա և անհավատալի արագությամբ կոտրը էին ընկնում կամ ժամանակավորապես դադարեցնում վճարումները։ Այդ բոլոր գործերին իրարզեկ լինելը միստր Քաուփերֆուրդի գործունեության անխափան պայմանն էին, որի պատճառով էլ նա դարձել էր զգուշության մարմնացում։ Ցավոք սրտի նրան պակասում էր երկու հատկություն, որ անհրաժեշտ էին ամեն մի ասպարեզում առաջադիմելու համար՝ անձնական հմայք ու հեռատեսություն։ Խոշոր ֆինանսիստ նա չէր կարող դառնալ, բայց և այնպես լավ ասպարեզ էր սպասում նրան։ Միսիս Քաուփերֆուրդը բարեպաշտ կին էր, բաց թխագույն վարսերով ու մուգ շագանակագույն ջինջ աչքերով։ Այդ փոքրամարմին կինը երիտասարդության տարիներին թվում էր հրապուրիչ, սակայն ժամանակին դարձավ մի քիչ սեթևետ և ամբողջովին կլանվեց առօրյա հոգսերով։ Նա խիստ լրջորեն էր նայում երեք տղաներին ու աղջկան դաստիարակելու մայրական պարտականությանը։ Տղաները, որոնց բարագլուխը մեծն էր, Ֆրենկը, մշտական մտահոգության աղբյուր էին նրա համար, որովհետև ստեպ-ստեպ արտելքներ էին կատարում դեպի քաղաքի տարբեր ծայրերը, որտեղ մեկ էլ տեսար հարաբերեցին վատանուն տղաների հետ, տեսան ու լսեցին այն, ինչ նրանց հասակում ոչ տեսնել էր պետք, ոչ էլ լսել։ Ֆրենկ Քաուփերֆուրդը 10 տարեկան հասակում իրեն պահում էր բնածին պարագլխի պես։ Թե տարրական, թե միջնակարգ դպրոցում ամենքն էլ կարծում էին, որ կարելի է հույս դնել նրա ողջամտության վրա, ինչ հանգամանքներում էլ լինի։ Ինքնուրույն բնավորություն ուներ նա, համարձակ էր ու տաքարյուն։ Քաղաքականությունն ու տնտեսական կյանքը մանկուց հրապուրում էին նրան։ Գրքերով չէր հետաքրքրվում։ Արտաքուստ մաքրասեր, թիկնեղ ու բարեկամ տղա էր նա։ Դեմքը անխարդախ, աչքերը խոշոր, ջինջ ու մոխրագույն, ճակատը լայն, մազերը մուգ շագանակագույն ու կարճ խուզած, շարժուձևը հախուռն ու ինքնավստահ։ Ամենքին ու յուրաքանչյուրին հարձակող անելով նա ձեռք չէր քաշում, մինչև սպառիչ ու խելացի պատասխան չէր ստանում։ Ֆրենկը չէր իմանում ինչ բան է հիվանդությունը կամ տկարությունը, հիանալի ախորժակուն էր և լիակատար իշխանություն եղբայրների վրա։ «Հապա Ջո, դե շուտ շուռ եկեք»։ Նրա հրամանից զգացվում էր ոչ թե կոպտություն, այլ հեղինակություն, և Ջոնն էլ, Էդն էլ հնազանդվում էին։ Մանկությունից էին նրանք վարժվել մեծ եղբորը համարելու մի հրամանատար, որի խոսքերը պետք է հաշվի առնել։ Նա մշտապես միտքեր անում անդադար։ Աշխարհում ամեն ինչ հավասարապես ապշեցնում էր նրան, որովհետև նա պատասխան չէր գտնում գլխավոր հարցին՝ ինչ է կյանքը և ինչպես է կառուցված, ինչպես են աշխարհում մարդիկ առաջացել, ինչն է նրանց նշանակումը, ով է ամեն ինչի սկիզբը դրել։ Մայրը պատմել էր նրան Ադամի և Եվայի առասպելը, սակայն նա չէր հավատացել դրան։ Քաուփերֆուրդների տունը հեռու չէր ձկան շուկայից, ուստի և Ֆրենկը հոր մոտ բանտ գնալիս և կամ դասերից ազատ ժամերին եղբայրների հետ որևէ արտելք կատարելիս սիրում էր կանգ առնել ցուցափեղկի առաջ, ուր ակվարիում էր դրված, և Դելավարի ծոցի ձկնորսները հաճախ լրացնում էին դա ծովի խորքի ամեն տեսակ տարօրինակ արարածներով։ Մի անգամ նա տեսավ այդտեղ ծովածի, որ մի քիչ նման էր ձիուկի, մի ուրիշ անգամ էլեկտրական օձաձուկ, որի հատկություններն էին Բենյամին Ֆրանկլինին թելադրել նրա նշանավոր հայտնագործությունը։ Մի գեղեցիկ օր էլ ակվարիումում գցել էին ծովային խոշոր խեցգետին 8 հանաքածուկ, և Ֆրենկն ականատես եղավ մի ողբերգության, որը ողջ կյանքում չմոռացավ և օգնեց շատ բան իմանալու։
Հետաքրքրասեր դիտողների խոսակցություններից նա իմացավ, որ խեցգետնին ոչ մի ուտելիք չէին տալիս, որովհետև սրա օրինական որսը համարվում էր թանաքաձուկը։ Խեցգետինը պառկած էր ապակե անոթի ավազապատ հատակին ու թվում էր, թե ոչինչ չի տեսնում։ Անկարելի էր որոշել, թե ուր են նայում սրա ուլունքանման սև աչքերը, բայց պետք է կարծել, որ չէին կտրվում թանաքաձկան մարմնից։ Ճարպակտորի նմանվող այդ անարյուն ու մոմանման թանաքաձուկը շարժվում էր հրումներով, ինչպես ծովային ականը, սակայն թշնամու անողոք աքցանները ամեն անգամ մի նոր կտոր էին պոկում սրա մարմնից։ Խեցգետինը ասես քարանետ գործիքից արձակված խոյանում էր այն տեղը, ուր կարծես նիրհում էր թանաքաձուկը։ Սա էլ ընդոց ետ նետվելով թաքնվում էր իր մարմնից արձակած թանակի փոքրիկ ամպի ետևը։ Բայց այս մանևրը միշտ հաջող չէր լինում։ Նրա մարմնի ու պոչի կտորները հետզհետե ավելի հաճախ էին մնում ծովային հրեշի աքցանների միջև։ Պատանի Քոփերֆուրդը ամեն օր վազում էր այդտեղ ու ասես հմայված հետևում էր ողբերգության ընթացքին։ Մի առավոտ էլ նա կանգնած էր ցուցափեղկի առաջ, համարյա թե քիթը ապակուն սեղմած։ Թանաքաձկնից մնացել էր միայն մի տձև կտոր, գրեթե դատարկ էր նրա թանաքապարկը։ Խեցգետինը թաքնվել էր ակվարիումի անկյունում և ըստ երևույթին պատրաստվում էր մարտական գործողությունների։ Պատանին այդ դաժան գոտեմարտից կախարդված ամբողջ ազատ ժամանակը համարյա կանգնում էր ցուցափեղկի առաջ։ Հիմա արդեն շուտով կլինի, գուցե մի ժամ հետո, բայց գուցե և վաղը, էլ թանաքաձուկը չի լինի։ Խեցգետինը դրա հոգին կհանի ու կլափի։ Ֆրենկը հայացքը փոխադրեց ակվարիումի անկյունում գտնվող կանաչ պղնձափայլ ավերիչ մեքենայի վրա։ Հետաքրքրական է, շուտ կլինի դա։ Երեկոյան հարկ կլինի դարձյալ գալ այստեղ։ Իջավ երեկոն, և ինչ։ Սպասվածը կատարվեց։ Ցուցափեղկի մոտ մարդիկ էին խռնվել։ Խեցգետինը թաքնվեց մի անկյունում, իսկ նրա առաջ ընկած էր երկատված, համարյա արդեն լափված թանաքաձուկը։ Վերջապես հերն անիծեց, ասաց պատանու կողքին կանգնած մի մարդ։ Ամբողջ ժամանակ կանգնած էի այստեղ։ Մոտ մի ժամ առաջ Խեցգետինը հանկարծ վրա տվեց ու բռնեց նրան։ Թանաքաձուկը հոգներ էր, այլևս ճարպկություն չուներ։ Փորձեց մի կողմ նետվել, բայց Խեցգետինը հենց դրան էր սպասում։ Արդեն վաղուց էր նախատեսել իր զոհի նվազագույն շարժումը և ահա այսօր էլ հոգին առավ։ Ֆրենկը նայում էր աչքերը լայն բացած։ Ափսոս, շատ ափսոս, որ նա բաց էր թողել այդ պահը։ Մի վայրկյան նրա մեջ խղճահարություն առաջացավ սպանված թանաքաձկան հանդեպ։ Ապա նա հայացքը դարձրեց հաղթողի վրա։ Այդպես էլ պիտի լիներ, մտքում ասաց նա։ Թանաքաձուկը բավականաչափ ճարպկություն չուներ։ Փորձեց քննարկել պատահածը։ Թանաքաձուկը չէր կարող Խեցգետին սպանել, ոչ մի զենք չուներ դրա համար։ Խեցգետինը կարող էր սպանել թանաքաձկանը, նա շատ լավ էր զինված։ Թանաքաձուկը ուտելու բան չուներ, իսկ Խեցգետնի առաջ կար մի որս, թանաքաձուկը։ Ինչ պիտի լիներ դրա վերջը։ Ուրիշ վախճան կար արդյոք։ Ոչ, խեղճը դատապարտված էր, եզրակացրեց նա, արդեն տանը մոտենալիս։ Այս պատահարը անջնջելի տպավորություն գործեց Ֆրենկի վրա։ Նա ընդհանուր գծերով պատասխանում էր երկար ժամանակ իրեն տանջող առեղծվածին, ինչպես է կառուցված կյանքը։ Այսպես ահա գոյություն ունի ամենայն կենդանի արարած, մեկը մյուսի հաշվին։ Խեցգետինները լափում են թանաքաձկներին և այլ արարածների, իսկ ով է լափում խեցգետիններին։ Պարզ է, մարդը։ Այո, իհարկե, այս է առեղծվածի լուծումը։ Լավ, իսկ ով է լափում մարդուն։ Անմիջապես հարցրեց նա իրեն։ Մի՞թե այլ մարդիկ։ Ոչ, գազանները։ Մեկ էլ հնդկացիներն ու մարդակերները։ Շատ շատերն էլ մահանում են ծովում ու դժբախտ պատահարներից։ Նա հավատացած չէր, որ մարդիկ էլ ապրում են միմյանց հաշվին, բայց որ սպանում են իրար, սա արդեն գիտեր։ Վերցնենք թեկուզ պատերազմները, փողոցային կռիվները, ջարդերը։ Ֆրենկը մի ջարդ տեսել էր իր աչքով։ Նա վերադառնում էր դպրոցից, երբ ամբոխը հարձակվել էր Public Ledger թերթի խմբագրի վրա։ Հայրը բացատրել էր, թե ինչն էր դրա պատճառը։ Գրքերը բորբոքվել էին ստրուկների պատճառով։ Այո, իհարկե, մարդկանց մի մասն ապրում էր ուրիշների հաշվին, բայց չէ որ ստրուկներն էլ մարդ են։ Ահա այդ պատճառով էլ այդ ժամանակները այդպիսի բորբոքված վիճակ էր։
մարդկանց մի մասը սպանում էր այլ մարդկանց, սևամորթներին։ Ֆրենկը տուն վերադարձավ իր արած եզրակացություններից խիստ գոհ։ «Մայրիկ», գոչեց նա ոտքը հազիվ ներս դրած, վերջապես նրա հաշիվը մաքրեց։ «Ով»՝ զարմացած հարցրեց մայրը։ «Գնա ձեռքերդ լվա»։ «Խեցգետինն էլի, որի մասին պատմում էի քեզ ու հայրիկին, թանաքաձկան հոգին առավ»։ «Ափսոս, շատ ափսոս, բայց ինչ հետաքրքրական բան կա այդտեղ, շուտ արա ձեռքերդ լվա»։ «Օ, այդպիսի բան միշտ հնարավոր չէ տեսնել, ես օրինակ առաջին անգամ էի տեսնում»։ Նա գնաց բակը, ուր գտնվում էր ջրի ծորակը, կողքին էլ հողի մեջ մցված մի փոքրիկ սեղան, ջրով լի դույլը և թիթեղե փայլուն կոնքը վրան։ «Հայրիկ», նա դարձավ հորը, ընթրիքից հետո, «հիշում ես չէ, որ պատմում էի թանաքաձկան մասին»։ «Հիշում եմ»։ «Դե լավ, այդ ձուկը արդեն չկա», խեցգետինը լափեց նրան։ «Մեծ դժբախտություն», անտարբեր ասաց հայրը, շարունակելով կարդալ։ Սակայն Ֆրենկը ամիսներ անընդհատ խորհրդածում էր իր տեսածի ու կյանքի մասին, որի հետ բախվել էր, որովհետև արդեն սկսել էր հետաքրքրվել այն հարցով, թե ինչ կդառնա ինքը և ինչպես կդասավորվի իր բախտը։ Դիտելով դրամ հաշվող իր հոր զբաղմունքը, նա որոշեց, թե ամենից ավելի հետաքրքիր է բանկային գործը, իսկ երրորդ փողոցը, ուր պաշտոնավորում էր հայրը, նրան թվում էր աշխարհի ամենահրապուրիչ փողոցը։ Գլուխ երկրորդ։ Ֆրենկ Ալջերնոն Քափերվուդի մանկությունն ընթանում էր ընտանեկան անդորրի և բարեկեցության մեջ։ Պատվուդ Սթրիթը, ուր նա ապրում էր մինչև 10 տարեկան, ամեն մի տղայի սրտով կլիներ։ Ընդհանուր առմամբ դա կառուցապատված էր կարմիր աղյուսից շինված, սպիտակ մարմարե ցածր աստիճաններ ունեցող երկհարկանի մենատներով, որոնց դռների ու պատուհանների շրջանակներն էլ նույն մարմարից էին։ Փողոցի երկայնքով խիտ-խիտ տնկված էին ծառեր։ Խոշոր ու կլոր խիճերով պատված սալահատակը անձրևից հետո մաքուր փայլում էր, իսկ կարմիր աղյուսե մայթերը, որոնք միշտ թեթևակի խոնավ էին, զովություն էին արձակում։ Ամեն մի տանետևում կար մի բակ, ծածկված ծառերով ու խոտով։ Տեղ-տեղ նույնիսկ ծաղկանոցներ էին տնկված, որովհետև կանաչ տարածությունն այդտեղ մի 100 ոտնաչափ ձգվում էին դեպի խորքը, իսկ տներն ավելի մոտ էին սալահատակին, և դրանց հետևը ազատ տեղ շատ էր մնում։ Հայր և մայր Քափերվուդները, որ բավական բարեհոգի ու զգայուն մարդիկ էին, կարողանում էին հրճվել և ուրախանալ իրենց զավակների հետ։ Ուստի և այն ժամանակ, երբ հայրը որոշեց փոխադրվել Նյու Մարքեթ Սթրիթի նոր տունը, ապա ընտանիքը, ուր Ֆրենկի ծնվելուց հետո 2-3 տարին մեկ երեխա էր ավելանում, մինչև որ դրանց թիվը հասավ 4-ի, ինքնին մի փոքրիկ աշխույժ աշխարհ էր։ Այն օրվանից, ինչ Հենրի Ուորթինգթոն Քափերվուդը սկսեց ավելի պատասխանատու պաշտոն վարել, նրա ծանոթությունները անընդհատ ավելացան, և նա քիչ-քիչ դարձավ ականավոր անձնավորություն։ Նա ծանոթություն հաստատեց իրենց բանկի առավելապես նշանակալի շատ հաճախորդների հետ, իսկ քանի որ ի պաշտոնե նա կարիք էր ունենում լինելու նաև այլ բանկերի տներում, ապա նրան սկսեցին իրենց մարդը համարել և Միացյալ Նահանգների բանկում, և Դրեքսելների, Էդվարդսոնների և այլ հաստատություններում։ Բորսայի միջնորդները ճանաչում էին նրան որպես մի ամուր ֆինանսական կազմակերպության ներկայացուցչի, և նա ամենուրեք համարվում էր եթե ոչ փայլուն մտքի տեր, ապա վերին աստիճանի ազնիվ ու պարկեշտ մարդ։ Պատանի Քափերվուդը հետզհետե ավելի էր հասու լինում հոր զբաղմունքի մանրամասնություններին։ Շաբաթ օրերը հաճախ էին նրան թույլ տալիս գնալ բանկ, ուր նա մեծագույն հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես են կատարվում միջնորդական գործարքները և ինչպիսի ճարպկությամբ են փոխանակվում ամեն տեսակ արժեթղթեր։ Նա ցանկանում էր իմանալ, թե որտեղից են գալիս այդ արժեթղթերը, ինչու են հաճախորդները դիմում բանկին դրանք զեղչել տալու համար, ինչու է բանկը այդպիսի զեղչ կատարում և ինչ են անում մարդիկ այդ ստացած փողերով։ Հայրը գոհ էր, որ տղան հետաքրքրվում է իր գործով։ Հաճությամբ բացատրություններ էր տալիս, այնպես որ Ֆրենկը շատ կանուխ 10-ից մինչև 15 տարեկան հասակում արդեն բավականին լրիվ պատկերացում կազմեց Ամերիկայի ֆինանսական սիստեմի մասին, իմացավ, թե ինչ բան է տվյալ նահանգի բանկը և ինչով է նա տարբերվում ազգայինից, ինչով են զբաղվում միջնորդները, ինչ են բաժնետոմսերը և ինչու դրանց արժեքը շարունակ տատանվում է։ Նա սկսեց պարզել փողի որպես փոխանակության միջոցի նշանակությունը և հասկացավ, որ ամեն մի արժեք հաշվում է ըստ հիմնականի,
ոսկու արժեքով։ Նա ֆինանսիստ էր հենց իր խառնվածքով եւ այդ դժվարին արվեստի հետ կապված ամեն ինչ նկատում էր այնպես, ինչպես բանաստեղծն է նկատում ամենանուրբ ապրումները, զգացմունքների բոլոր նրբերանգները։ Ոսկին փոխանակության այդ միջոցը սաստիկ զբաղեցնում էր նրան։ Հորից իմանալով, թե ինչպես է դա արդյունահանվում, Ֆրենկը սկսեց երազում տեսնել իրեն ոսկեբեր հանքերի տեր, իսկ երբ արթնանում էր, տենչում էր, որ երազն իրականանա։ Սակավ հետաքրքրություն չէին առաջացնում նրա մեջ բաժնեթղթերն ու պարտատոմսերը։ Նա իմացավ, որ լինում են իրենց տպված թուղթն անգամ չարժող արժեքներ եւ ընդհակառակը, այնպիսիք, որոնք ավելի են գնահատվում իրենց անվանական արժեքից։ Այո, որդյակ, նայիր, ասաց հայրը մի անգամ, այսպիսի թղթեր այնքան էլ հաճախակի չեն պատահում մեր կողմերում։ Խոսքը վերաբերում էր բրիտանական արևելահնդկական ընկերության բաժնեթղթերին, որոնք իրենց վրա նշանակված գնի 2/3 գրավ էին դրված ի ապահովություն 100,000-անոց մի փոխհատվության։ Դրանք պատկանում էին Ֆիլադելֆիացի մի խոշոր կապիտալիստի, որը կանխիկ դրամի կարիք էր ունեցել։ Պատանի Քաուփերվուդը մեծ հետաքրքրությամբ զննում էր այդ թղթերի կապոցը։ Արտաքուստ չի կարելի ասել, թե այդքան փող արժեն, նկատեց տղան։ Սրանք իրենց անվանական արժեքից քառապատիկ ավելի են գնահատում, ժպտալով պատասխանեց հայրը։ Ֆրենկը նորից սկսեց զննել բաժնաթղթերը։ Բրիտանական արևելահնդկական ընկերություն, կարդաց նա բարձրաձայն, 10 ֆունտ, մոտավորապես $50։ $48 և 35 սենտ, գործարար շեշտով ուղղեց հայրը։ Բա, եթե այդպիսի մի կապոց ունենայինք, առավոտից երեկո աշխատելու կարիք չէր լինի։ Ուշք դարձրու, որ սրանց վրա համարյա ծակ չի երևում։ Ուրեմն հազվադեպ են շրջանառության մեջ մտնում։ Ըստ երևույթին առաջին անգամ են գրավ դրվում։ Որոշ ժամանակ ձեռքում պահելուց հետո պատանի Քաուփերվուդը վերադարձրեց կապոցը հորը, զարմանալով, թե որքան բազմաճյուղ է ֆինանսական գործը։ Ինչ բան է այդ արևելահնդկական ընկերությունը, ինչով է զբաղվում, եւ հայրը բացատրեց։ Ֆրենկը տանն էր լսում կապիտալ ներդրումների եւ ֆինանսական հանդուգն գործողությունների մասին։ Նրան հետաքրքրեց հոր պատմածը խիստ հետաքրքիր միանձնավորության Ոման Ստիմբերջերի վերաբերյալ, որը մսի խոշոր սպեկուլյանտ էր Վիրջինիա նահանգում ու վերջերս էր երևացել Ֆիլադելֆիայում մեծ ու մատչելի վարկից հրապուրված։ Ըստ հոր պատմածի, Ստիմբերջերը կապ ուներ Նիկոլաս Բիդլի, Լարդրների և Միացյալ Նահանգների բանկի այլ ղեկավարների և նույնիսկ մտերիմ բարեկամ էր դրանցից մի քանիսի հետ։ Այսպես թե այնպես նա այդ բանկից ձեռք էր բերում համարյա այն ամենը, ինչ ուզում էր։ Անասունի խոշորագույն գնումներ էր կատարում Վիրջինիա, Օհայո և այլ նահանգներում և փաստորեն մենաշնորհ էր դարձրել մսի առևտուրը արևելյան նահանգներում։ Սա մի հսկայական մարդ էր, դեմքը, ինչպես միստր Քաուփերվուդն էր ասում, շատ էր հիշեցնում խոզի դունչ, անփոփոխ կերպով դնում էր ջրշան մորթե մի բարձր գլխարկ ու հագնում զորեղ մարմնի վրա տատանվող երկար ու լայն սերթուկ։ Ստիմբերջերը հնարը գտել էր բարձրացնելու մսի գները, հասցնելու ֆունտը 30 ցենտի, որով և մրթովմունքի փոթորիկ էր առաջացրել մանր առևտրականների ու սպառողների միջավայրում և վատ համբավ էր ձեռք բերել։ Մոտենալով Ֆիլադելֆիայի բանկի ֆոնդային բաժնին, նա բերել էր Միացյալ Նահանգների բանկի 1 կամ 200,000 դոլարի կարճաժամկետյա պարտատոմսեր, որ բաց էին թողնված 1, 5 և 10 հազարանոց թղթերով, մի տարի պայմանաժամով։ Այդ պարտաթղթերը նա անվանական արժեքից 10-12% զեղչով առել էր, իսկ հիմա դրանց համար Միացյալ Նահանգների բանկին վճարում էր մուրհակով, լրիվ արժեքով, 4 ամիս ժամկետով։ Հասանելիք գումարը նա ստանում էր Երրորդ ազգային բանկի ֆոնդային բաժնում, Վիրջինիայում, Օհայոյում և Արևմտյան Պենսիլվանիայում գտնվող տարբեր բանկերի բանկատոմսերի կապոցներով և անվանական արժեքով, որովհետև հենց այդ նահանգներում էր նա գլխավորապես կատարում իր հաշվարկները։ Երրորդ ազգային բանկը հիմնական գործարքից ստանում էր 4-5% շահ, ինչպես նաև զեղչի տոկոս էր պահում արևմտյան նահանգներից, որ նմանապես պակաս օգուտ չէր տալիս։ Հոր պատմածների մեջ հաճախ էր հիշատակվում ոմն Ֆրենսիս Գրանտ Վաշինգտոնցի նշանավոր մի լրագրող, որ պակաս դեր չէր կատարում ԱՄՆ-ի կոնգրեսի կուլիսների ետևում և ամեն տեսակ գաղտնիքներ, մանավանդ ֆինանսական օրենսդրությանը վերաբերող, փորփրելու իմանալու մեծ վարպետ էր։
Պրեզիդենտի ու մինիստրների կաբինետի, ինչպես նաև Սենատի ու Ներկայացուցիչների պալատի գաղտնի գործերն ասես մի բաց գիրք էին նրա համար։ Ժամանակին Գրանտը 2 թե 3 միջնորդական գրեսենյակի միջոցով գնել էր մեծաքանակ պարտագրեր և Թեքսասի պարտատոմսեր։ Իր անկախության համար Մեքսիկայի հետ մարտնչող այդ հանրապետությունը մի քանի փոխառություն էր բաց թողել $10-15 միլիոն գումարով։ Գոյություն ուներ Թեքսասը ԱՄՆ-ի մեջ մտցնելու ծրագիր և այդ կապակցությամբ Կոնգրեսն ընդունել էր մի նախագիծ $5 միլիոն հատկացնելի հաշիվ այդ հանրապետության հին պարտքը մարելուն։ Գրանտը նրա հոտն առել էր, իմացել էր նաև, որ պարտագրերի մի մասը դրանց թողարկման հատուկ պայմանների շնորհիվ կվճարվեն լրիվ, իսկ մյուսը՝ պակաս գնահատմամբ, և հենց սկզբից էլ որոշված է օրինագծի տապալման ներկայացում ցուցադրել սեսիաներից մեկում, որպեսզի վախեցնի նրանց, ովքեր այդպիսի կոմբինացիայի լուրն առնելով վաստակ անելու նպատակով մտածեն գնել հին պարտագրերը։ Գրանտն այդ մասին իմաց տվեց Երրորդ ազգային բանկին, հետևաբար և դա իմացավ գանձապահի օգնական Քաուպերվուդը։ Սա էլ ամեն ինչ պատմեց կնոջը, որից էլ և լուրը հասավ Ֆրենկին։ Տղայի խոշոր, ջինջ աչքերը շողշողացին։ Ինչու՞, հարցնում էր նա իրեն։ Հայրս չի օգտվում այս առիթից ու չի գնում Թեքսասի հանրապետության պարտատոմսերը անձամբ իր համար։ Չէ՞ որ նա ինքն էր ասում, թե Գրանտը և ուրիշ 3-4 մարդ այդ գործից յուրաքանչյուրը մի 100,000 շահել էին։ Պետք է կարծել, թե նա ոչ այնքան օրինական բան էր համարում դա, թեև ճիշտն ասած ոչ մի ապօրինի բան էլ չկար։ Իսկ ինչու՞ չվարձատրեր իրեն այդպիսի ոչ պաշտոնական իրազեկության համար։ Ֆրենկը եզրակացրեց, թե հայրը չափից ավելի ազնիվ է, չափից ավելի շրջահայաց, իսկ երբ ինքը մեծանա, կդառնա բորսայական մարդ, բանկիր ու ֆինանսիստ և իհարկե այդպիսի առիթ ձեռքից բաց չի թողնի։ Հենց այդ օրերին Քաուպերվուդների մոտ եկավ մի ազգական, որ մինչ այդ երբեք չէր այցելել նրանց։ Սենեկա Դեվիսը, տիկին Քաուպերվուդի եղբայրը, մի ճերմակատեմ, վարդագույն, կապուտաչե ու քաջառողջ մարդ էր, հասակը 5 ոտնաչափ ու 9 մատնաչափ, ամրակազմ, կլորիկ, նմանապես և կլորագլուխ, ճաղատը ոսկեշեկ, խուճուճ, ցանցառ մազերով շրջանակված։ Շքեղ էր նա հագնվում, խնամքով հետևելով նորաձևությանը։ Ծաղկանկար ժիլետներ, մոխրագույն երկար սերթուկ և ցիլինդր, բարգավաճող մարդու անքակտելի պատկանելիքը։ Առաջին իսկ հայացքից Ֆրենկը գերվեց նրանով։ Միստր Դեվիսը պլանտատոր էր և մի մեծ ռանչո ուներ Կուբայում։ Նա պատմում էր տղային կղզու կյանքից, խռովություններից, դարաններից, մաչետեն ձեռքին կատաղի ընդհարումներից իր պլանտացիայում և ուրիշ շատ հետաքրքրական բաներ։ Նա իր հետ բերել էր հնդկական զարմանալի իրերի մի իսկական հավաքածու, ահագին փող և մի քանի ստրուկ։ Նրանցից մեկը՝ բարձրահասակ ու նիհար նեգր Մանուելը, մշտապես նրա հետ էր լինում որպես համհարս ու թիկնապահ։ Միստր Դեվիսը իր պլանտացիաներից արտահանում էր կիսապատրաստ շաքար, որը բեռնաթափվում էր Ֆիլադելֆիայի հարավային նավակայանում։ Քեռին դյութել էր Ֆրենկին իր անմիջական կենսուրախությամբ, որն այդ անխռով ու զուսպ ընտանիքում նույնիսկ մի քիչ կոպիտ ու սանձարձակ էր թվում։ Մի կիրակի իրիկնապահին բոլորովին անսպասելի ժամանելով քեռին հրճվագին զարմանք պատճառեց ամբողջ ընտանիքին։ «Այս ի՞նչ եմ տեսնում, քույրիկ», գոչեց նա միսիս Քաուպերվուդին հազիվ տեսած, «դու մազաչափ իսկ չես չաղացել, իսկ ես, երբ դու ամուսնացար քո հարգարժան Հենրիի հետ, կարծում էի, թե եղբորդ պես կտրզես։ Տես մի սրան մտիկ արեք, պատիվս վկա, 5 ֆունտ էլ չկաս»։ Ու Նենսի Արաբելլային մեջքից բռնելով վեր նետեց, ի մեծագույնս զարմանք երեխաների, որոնք վարժված չէին տեսնելու, որ այդքան առանց այլևալության վարվեն իրենց մոր հետ։ Հենրի Քաուպերվուդը խիստ գոհ ու շոյված էր զգում իրեն հարուստ ազգականի գալուց։ 15 տարի առաջ, երբ ինքը փեսացու էր, Սենեկա Դեվիսը պարզապես ուշք էլ չէր դարձնում նրան։ «Մի այս փոքրիկ քաղաքաբնակներին նայեցեք», աղմկում էր քեռին, «կարծես կավիճ են քսել քիթ մռութներին։ Այ, վատ չէր լինի գային իմ ռանչոն ու մի քիչ արևակեզ լինեին։ Մումե տիկնիկն էլ լինեն կարծես, ուրիշ ոչինչ»։ Այսպիսի խոսքերով նա կսմթեց 5-ամյա Աննա Ադելիդայի այտը։ «Պետք է ասեմ, Հենրի, վատ չեք տեղավորվել այստեղ», շարունակեց նա քննադատական մի հայացք նետելով ոչ մի բանով աչքի չընկնող այդ եռահարկ տան հյուրասենյակին։
20 ոտնաչափ լայնություն և 24 ոտնաչափ երկարություն ունեցող այս սենյակը, որ երեսպատված էր բալենու նմանակերպ յուղաներկով ու զարդարված Շերատոնի ոճի կահույքով, մի քիչ արտասովոր էր երևում, բայց ընդհանուր առմամբ հաճելի էր։ Երբ Հենրի Քաուպերվուդը դարձավ գանձապահի օգնական, Եվրոպայից բերել տվեց մի դաշնամուր, որ մեծ շքեղություն էր այդ ժամանակվա հասկացողությամբ։ Սենյակը զարդարում էին և այլ հազվագյուտ իրեր. գազավառ ջահը, ոսկեձկնիկներ պարունակող ակվարիումը, արտասովոր ձևի մի քանի հիանալիորեն փայլեցված խեցեպատյաններ և մարմարե մի կուպիդոն ծաղիկների զամբյուղը ձեռքին։ Ամառ էր, և բաց լուսամուտներից երևում ու հայացք էին շոյում իրենց սաղարթներով աղյուսե մայթերը ստվերող ծառեր։ Սենեկա քեռին դանդաղորեն գնաց բակը։ «Խիստ հաճելի անկյուն», նկատեց նա, կանգնելով մի ճյուղատարած ծփիի տակ և զննելով մասամբ աղյուսապատ և նույնպես աղյուսե պատով շրջապատված, որի վրա փաթաթված աճել էր վայրի խաղողը, բակը։ «Իսկ ո՞ւր է ձեր ցանցաճոճը։ Մի՞թե ամռանը ցանցաճոճ չեք կախում այստեղ։ Սեն Պեդրոյի ինվերանդայում մի 6-7 հատ կա։ Մենք չգիտեմ ինչու չենք մտածել ցանցաճոճի մասին, չէ՞ որ շուրջ բոլորը հարևաններ են։ Շատ լավ կլիներ դա», պատասխանեց տիկին Քաուպերվուդը, հենց վաղն էլ կխնդրեմ Հենրիին գնի։ Ես մի քանի հատ բերել եմ ինձ հետ։ Սնդուկի մեջ են, հյուրանոցում։ Կուբայի իմ սևամորթներն են հյուսում դրանք։ Վաղը առավոտյան մի հատ կուղարկեմ Մանուելի միջոցով։ Նա խաղողի մի տերև պոկեց, թեթև քաշեց Էդուարդի ականջը, տղաներից կրսերին Ջոզեֆին խոստացավ հնդկական մի թոմահավք մարտական կացին ու վերադարձավ տուն։ «Այ այս մանչուկը դուր է գալիս ինձ», ասաց նա քիչ հետո և ձեռքը դրեց Ֆրենկի ուսին։ «Ինչպես է սրա անունը։ Ֆրենկ Ալջերնոն։ Իմ անունը պետք է դնեիք, այս մանչուկի մեջ մի բան կա։ Արի գնանք ինձ հետ Կուբա, որդյակս, ես քեզ կդարձնեմ պլանտատոր»։ «Այդպիսի ձգտում չունեմ», պատասխանեց Քաուպերվուդի անդրանիկ տղան։ «Համենայն դեպս անկեղծ խոսք է։ Իսկ ինչու ես դեմ դրան։ Ոչ մի պատճառով, միայն թե այդ գործը չեմ իմանում։ Հապա ո՞րն ես իմանում։ Տղան ժպտաց թեթևակի խորամանկությամբ։ Առայժմ քիչ բան եմ իմանում։ Լավ, իսկ ի՞նչն է քեզ հետաքրքրում։ Դրամը։ Տես է։ Ուրեմն արյանդ մեջ է, հորդ ես քաշել։ Ինչու՞ չէ, դրա մեջ վատ բան չկա։ Ու տղամարդու պես էլ կշռադատում ես։ Լավ փոքրիկս, մենք դեռ շատ կզրուցենք իրար հետ։ Այնպես է երևում, Նենսի, որ քո թևի տակ ֆինանսիստ է մեծանում։ Իսկական գործարարի պես է նայում իրերին։ Քեռին ավելի ուշադիր նայեց Ֆրենկին։ Անտարակույս ուժ էր նկատում այդ վճռական պատանու մեջ։ Նրա խոշոր, գորշ ու վճիտ աչքերը խելք էին արտահայտում։ Շատ բան էին թաքցնում իրենց մեջ և ոչինչ չէին ցույց տալիս։ Հետաքրքրաշարժ տղա է, ասաց պարոն Դեվիսն իր փեսային։ Ես հավանում եմ նրա ժրությունը։ Լավ երեխաներ ունեք։ Հենրի Քաուպերվուդը ժպտաց միայն, քանի որ Ֆրենկը այսքան դուր է գալիս նրան, այդ քեռին շատ բան կարող է անել նրա համար։ Օրինակ, ժամանակին իր կարողության մի մասը թողնել նրան։ Միստր Դեվիսը հարուստ էր և ամուրի։ Քեռի Սենեկան սկսեց հաճախակի լինել Քաուպերվուդների տանը, միշտ էլ ուղեկցությամբ իր սևամորթ թիկնապահ Մանուելի, որը ի մեծ զարմանս երեխաների խոսում էր անգլերեն և իսպաներեն։ Ֆրենկը հետզհետե ավելի էր հետաքրքրում նրան։ Երբ երեխան մեծանա ու որոշի, թե ինչ է ուզում դառնալ, ես կօգնեմ նրան ոտքի կանգնելու, մի անգամ էլ նկատեց Դեվիդը քրոջ հետ խոսելիս, և սա էլ ջերմագին շնորհակալություն հայտնեց նրան։ Քեռին զրույցներ էր ունենում Ֆրենկի հետ և այդպես իմացավ, որ տղային քիչ են հետաքրքրում գրքերը և ընդհանրապես դպրոցական առարկաների մի մեծ մասը։ Գերականությունը պարզապես զզվելի բան է, գրականությունը ցնդաբանություն, լատիներենը զուր ժամավաճառություն, պատմությունը էլի ոչինչ, մի բան է էլի։ Սիրում եմ հաշվապահությունն ու մաթեմատիկան, ասաց Ֆրենկը, իսկ ընդհանրապես կուզենայի վերջ տալ այդ ամենին ու գործի անցնել։ Վաղ է դեռ, բարեկամս, պատասխանեց քեռին։ Քանի տարեկան ես, 14, 13, տեսնում ես, իսկ 16-ից առաջ չի կարելի թողնել դպրոցը, ավելի լավ կլինի սովորել մինչև 18 տարեկան, դրանից վնաս չի գա քեզ, 2 անգամ մանչուկ չեն լինում։ Ես չեմ ուզում մանչուկ լինել, աշխատել եմ ուզում։ Միշտ ապիր, որդյակ, միևնույնն է, մեկ էլ տեսար չափահաս ես դարձել, չէ՞ որ դու կարծես ձգտում ես բանկիր դառնալու։ Այո, քեռի, ինչու՞ չէ։ Երբ Աստված անի ժամանակը գա,
եւ դու էլ միտքդ չփոխես, սկզբնական շրջանում ես քեզ կօգնեմ։ Միայն թե տես, քեզ լավ պահիր, թե քո տեղը լինեի, մի 2 տարի կաշխատեի որևէ խոշոր հացահատիկային կոմիսիոն գրասենյակում։ Այդտեղ կիմանաս շատ բաներ, որոնք հետագայում պետք կգան քեզ։ Իսկ մինչ այդ հետևիր առողջությանդ եւ ուսանիր։ Երբ կարիք լինի, իմաց տուր ինձ, ուր էլ ես լինեմ։ Ես կգրեմ ու կիմանամ, թե ինչպես ես քեզ պահում։ Նա $10 մի ոսկեդրամ տվեց տղային, որպեսզի սա իր համար հաշիվ բացանի բանկում։ Զարմանալի չէ ուրեմն, որ այդ արագաշարժ, իր ուժերին հավատացած եւ կյանքից չաղարտված պատանին միստր Դեվիսին լավ տրամադրեց Քաուպերվուդների ամբողջ ընտանիքի նկատմամբ։ Գլուխ 3. Երբ 14 տարեկան էր Ֆրենկ Քաուպերվուդը, առաջին անգամ ձեռնամուխ եղավ առևտրական արկածախնդրության։ Մի անգամ Ֆրոնտ Սթրիթից անցնելիս, ուր գտնվում էին ներմուծվող ապրանքների եւ մեծաքանակ վաճառքի ֆերմաներ, նկատեց աճուրդային մի փոքրիկ դրոշ մթերային մեծաքանակ վաճառատան դռան վերևը։ Ներսից լսվում էր աճուրդը վարողի ձայնը։ Ինչքան կտակ Ջավայի սքանչելի սուրճի մի պարտիայի համար։ Շուկայի այսօրվա մեծաքանակ վաճառքի գինը $7.32 է պարկի համար։ Ինչքան եք տալիս։ Միայն թե ամբողջ պարտիան միասին է ծախվում։ Ինչքան կտակ։ $18, գոչեց դռան մոտ կանգնած խանութպանը, ճիշտն ասած լոկ նրա համար, որ աճուրդը սկիզբ առնի։ Ֆրենկը կանգ առավ։ 22, գոչեց մի ուրիշ ձայն։ 30, լսվեց երրորդը։ 35, բացականչեց չորրորդը։ Գինը հասավ $75, որ սուրճի իսկական արժեքի կեսից պակաս էր։ $75, $75, գոռում էր աճուրդ վարողը։ Ով ավելին կտա։ $75 մեկ, ով 80 կտա։ $75 2։ Նա դադար առավ եւ դրամատիկական մի շարժումով բարձրացրեց ձեռքը, ապա ծափ տվեց։ Ծախված է միստր Սայլաս Գրեգորիին $75։ Գրեցեք, Ջերի, դարձավ նա իր շեկ ու պեպենոտ օգնականին եւ անմիջապես անցավ մթերային ապրանքի մի ուրիշ պարտիա 15 տակառ օսլա ծախելուն։ Պատանի Քաուպերվուդը մտքում արագ հաշվեց։ Սուրճի շուկայական գինը, եթե հավատանք աճուրդ վարողին, մի պարկը $7.32 է։ Ուրեմն $75 դա գնաց խանութպանը անմիջապես կարող է վաստակել $86.4։ Իսկ մանրավաճառ ծախելիս էլ ավելի։ Որքան հիշում է ինքը, մայրը ֆունտին 28 ցենտ է վճարում։ Ֆրենկը դասագրքերը թևատակին խցկվեց առաջ եւ սկսեց ավելի ուշադիր հետևել աճուրդի ընթացքին։ Օսլայի տակառիկը, ինչպես շուտով լսեց նա, արժեր $10, իսկ այստեղ ծախում էին 6-ով։ Մի քանի տակառիկ քացախ ծախվեց իսկական գնի 1/3-ով։ Ֆրենկը շատ էր ուզում մասնակցել աճուրդին, սակայն նրա գրպանում միայն մանր դրամներ կար։ Աճուրդավարը նկատեց ճիշտ իր առաջ կանգնած մանչուկին եւ ապշեց նրա դեմքի վրա դրոշմված լրջությունից ու համառությունից։ Առաջարկում եմ մի պարտիա կաստիլյան հիանալի օճառ, 7 արկ, ոչ ավել, ոչ պակաս։ Դուք պետք է իմանաք, եթե օճառից որևէ գաղափար ունեք, որ դրա կտորներն արժեն 14 ցենտ, իսկ մի արքխի համար ձեզանից կվերցնեն $11 եւ 75 ցենտից ոչ պակաս։ Ինչքան կտակ, դե, ինչքան կտակ։ Նա խոսում էր արագ, աճուրդավարի սովորական շեշտերով ու չափից ավելի ոգևորված, բայց դա պատանի Քաուպերվուդի վրա չէր ազդում։ Նա մտքում արագ հաշիվ էր անում։ 7 արկղ, ամեն մեկը 11.75, ընդամենը $82.25 եւ եթե այդ պարտիան ծախվի կես գնով։ $12, առաջարկեց մեկը։ 15, բարձրաձայնեց մի ուրիշը։ 20, գոռաց երրորդը։ 25, ավելացրեց չորրորդը։ Դրանից հետո հավելումներ կատարվեցին մի $1, որովհետև կաստիլյան օճառը առաջին անհրաժեշտության ապրանք չէր։ 26, 27, 28, 29, բոլորն էլ լռեցին։ 30, վճռականորեն ասաց պատանի Քաուպերվուդը։ Աճուրդավարը, որ փոքրամարմին, նիհար, տանջված դեմքով ու գզգզված մազերով մի մարդ էր, հետաքրքրությամբ ու մի քիչ էլ անվստահ խեթեց Ֆրենկին, իմիջիայլոց ոչ մի րոպե չլռելով։ Պատանու լարված հայացքը ակամա գրավեց նրա ուշադրությունը, եւ նա էլ հենց այդպես միանգամից ինքն էլ չիմանալով ինչու համակվեց վստահությամբ ու եզրակացրեց. տղան փող ունի, հավանորեն որևէ մթերավաճառի որդի է։ $30, $30,
$30 մի պարծիա կաստիլյան հիանալի օճառի համար։ Սքանչելի օճառ է։ Հատավաճառով կտորը ծախվում է 14 ցենտ։ Ով կտա $31։ Ով կտա 31։ 31 լսվեց մեկի ձայնը։ 32 ասաց Քաուպերվուդը։ Աճուրդը վերսկսվեց։ $32 $32 Ով այս պատվական օճառի համար կտա 33։ 7 կաստիլյան հիանալի օճառ, ով կտա 33։ Պատանի Քաուպերվուդի ուղեղը լարված աշխատում էր։ Նա գրպանում փող չուներ, բայց հայրը 3-րդ ազգային բանկի գանձապահն էր, եւ Ֆրենկը կարող էր վկայակոչել նրան։ Այդ ամբողջ օճառն անկասկած հնար կլինի ծախել այն մթերավաճառին, որից իրենք ապրանք էին առնում, իսկ եթե ոչ նրան, ապա մի ուրիշ խանութ բանի, չէ՞ որ եղան այդ գնով ձեռք բերել ցանկացող ուրիշ մարդիկ, էլ ինչու Ֆրենկը չպիտի գներ օճառը։ Աճուրդավարը դադար առավ։ $32 մեկ, ով 33 կտա։ $32 2, 7 արկղ հիանալի օճառ, ով ավելին կտա։ 1, 2, 3, ով ավելի կտա։ Նրա ձեռքը դարձյալ վեր բարձրացավ։ Ծախված է, պարոն։ Նա մի փոքր կռացավ վաճառասեղանի վրա, հետաքրքրությամբ զննեց պատանի գնորդի դեմքը։ Վաճառված է Ֆրենկ Քաուպերվուդին, 3-րդ ազգային բանկի գանձապահի որդուն, հաստատուն ձայնով ասաց տղան։ Շատ լավ, ասաց աճուրդավարը, ենթարկվելով նրա հայացքին։ Կսպասեք մինչև գնամ բանկ փող բերեմ։ Լավ, միայն թե չուշանաք, եթե մի ժամից չվերադառնաք, նորից վաճառքի կդնեմ։ Ֆրենկն արդեն չէր պատասխանում նրան։ Նա վազելով հեռացավ եւ ամենից առաջ շտապեց ծանոթ մթերավաճառի մոտ։ Խանութը մի թաղ էր հեռու Քաուպերվուդների տնից։ Վերջին 30 քայլը նա գնաց դանդաղ, ապա անհոգ տեսք ընդունեց եւ մտնելով խանութ սկսեց աչքերով կաստիլյան օճառ փնտրել։ Ահա եւ դա, սովորական տեղում, նույն տեսակի եւ նույնպիսի արկղով, ինչպես իր օճառը։ Ինչ արժե այս օճառի կտորը, միստր Դելմիմփլ, հարցրեց Ֆրենկը։ 16 ցենտ, արժանապատվությամբ պատասխանեց խանութպանը։ Եթե ես ձեզ առաջարկեմ 7 արկղ ճիշտ այսպիսի ապրանք $62, դուք կգնե՞ք։ Ճիշտ այսպիսի ապրանք։ Այո, սըր։ Միստր Դելրիմփլը մտովի հաշիվ արեց։ Չէ, մասի, զգույշ պատասխանեց նա։ Եվ կարող էիք այսօր իսկ վճարել ինձ։ Ուրհակ կտայի քեզ, իսկ որտեղ է ապրանքը։ Միստր Դելրիմփլը մի քիչ մտածմունքի մեջ ընկավ հարևանի տղայի այս անսպասելի առաջարկությունից։ Նա լավ էր ճանաչում Հենրի Քաուպերվուդին, ոչ պակաս նաև Ֆրենկին։ Ուրեմն դուք կառնե՞ք օճառը, եթե այսօր հանձնեմ ձեզ։ Կառնեմ, պատասխանեց խանութպանը։ Այսինչ է, օճառով եք զբաղվում։ Ոչ, բայց ես գիտեմ, թե որտեղ կարելի է ժան գնել։ Ֆրենկը շտապ դուրս եկավ ու վազեց հոր մոտ։ Բանկում գործարքներն արդեն դադարել էին, բայց տղան գիտեր դրա բոլոր ելումուտները, ինչպես եւ այն, որ միստր Քաուպերվուդը գոհ կմնա, եթե տղան $30 վաստակի։ Նա միայն մի օրով էր դրամ ուզում։ Ինչ է պատահել, Ֆրենկ, գլուխը գրասեղանից բարձրացնելով հարցրեց միստր Քաուպերվուդը, տեսնելով կարմրած ու շնչակտոր իր որդուն։ Ուզում եմ $32 խնդրել քեզանից, փող, հայրիկ։ Լավ, իսկ ինչի համար կարիք ունեցար։ Օճառ եմ գնել, 7 արկղ կաստիլյան օճառ։ Ես գիտեմ, թե որտեղից կարելի է ճարել եւ արդեն գնող ունեմ։ Միստր Դելիմփլը առնում է ամբողջ պարտիան։ Նա $62 առաջարկեց ինձ դրա համար, իսկ ես առնում եմ $32-ով։ Եթե դու ինձ փող տաս, ես անմիջապես կթռչեմ ու կվճարեմ աճուրդավարին։ Միստր Քաուպերվուդը ժպտաց։ Նրա տղան դեռ երբեք այսպիսի գործարարություն չէր ցուցաբերել։ 13 տարեկան հասակում նա արդեն բացառիկ աչքաբաց ու ճարպիկ մանչուկ էր։ Ուրեմն Ֆրենկ, ասաց նա, մոտենալով այն արկղին, ուր մի քանի թղթադրամ կար, ինչպես երևում է դու արդեն ֆինանսիստ ես դառնում, իսկ հավատացած ես, որ վնաս չես անի, հաշիվ տալիս ես քեզ, թե ինչ գործ ես բռնում։ Դե փող տուր, հայրիկ, պաղատական շեշտով ասաց Ֆրենկը։ Իսկ ես քեզ կապացուցեմ, թե ինչի եմ ընդունակ, միայն թե փող տուր, կարող ես հավատալ ինձ։ Նա նման էր այն ոսորդական ջահել շանը, որը թռչունի հոտ էր առել։ Հայրը չէր կարող դիմադրել նրա պահանջին։ Անշուշտ, Ֆրենկ, ես քեզ հավատում եմ, ասաց նա, համրելով հենց իր 3-րդ ազգային բանկի 6 հատ $5 բանկատոմս եւ 2 հատ էլ մի $1 ստացիր։ Շնորհակալություն բլբլալով Ֆրենկը դուրս նետվեց եւ ամենայն արագությամբ սլացավ աճուրդի վայրը։
Երբ նա հասավ, շաքար էին աճուրդի հանել։ Ֆրենկը խցկվեց, հասավ սեղանին, որի մոտ նստել էր վերահսկիչը։ «Ուզում եմ վճարել օճառի արժեքը», ասաց նա։ «Հիմա»։ «Այո, ստացական կգրե՞ք»։ «Կարելի է»։ «Ապրանքը տեղ հասցվելու է»։ «Ոչ, փոխադրական չունենք, ինքներդ պետք է վերցնեք 1 օրվա մեջ»։ Անսպասելի դժվարությունը չշփոթեցրեց Ֆրենկին։ «Լավ», ասաց նա, ստացականը դնելով գրպանը։ Աճուրդավարն աչքով ակամա ուղեկցեց նրան։ Կես ժամ հետո վերադարձավ Ֆրենկը, հետն էլ մի փոխադրող, որ իր սայլակի հետ քարշ էր գալիս նավահանգստում և պատրաստ էր մի բան վաստակել, ինչ էլ լիներ։ Նա համաձայնեց 68 ցենտով օճառը փոխադրել նշված տեղը։ Կես ժամ հետո արդեն նրանք կանգնած էին զարմացած միստր Դելիմփլի խանութի առաջ, բայց ապրանքը սայլից իջեցնելուց առաջ Ֆրենկը խանութպանին ստիպեց դուրս գալ փողոց ու նայել արկղերին։ Եթե գործարքը գլուխ չգար, տղան որոշել էր օճառը փոխադրել տուն։ Թեև դա նրա առաջին սպեկուլյացիան էր, այնուամենայնիվ նա մշտապես պահեց իր հոգեկան կորովը։ Ասաց միստր Դելիմփլը, մտածկոտ քորելով ալեհեր գլուխը։ Նույն օճառն է, առնում եմ, խոսքը պետք է հարգել։ Որտեղից եք ճարել, Ֆրենկ։ Աջուրդից, Բիքսոմի վաճառատանը, այստեղից քիչ է հեռու, անկեղծորեն ու բարեկիրթ պատասխանեց պատանի Կոուպերվուդը։ Խանութպանը հրամայեց օճառը տանել ներս և որոշ ձևականություններից հետո, որոնք բարդանում էին վաճառողի անչափահաս լինելուց, գրեց մուրհակը 30 օր պայմանաժամով։ Ֆրենկը շնորհակալություն հայտնեց և դրեց ծոցագրպանը։ Նա որոշեց մի անգամ էլ գնա հոր մոտ ու զեղչել տալ մուրհակը, ինչպես նրա աչքի առաջ անում էին ուրիշ մարդիկ պարտքը վճարելու և իր վաստակը կանխիկ ստանալու համար։ Այդպիսի գործողություններ որպես կանոն բանկը փակվելուց հետո չեն կատարվում, բայց հայրը բացառության կարգով ընդառաջել էր նրան։ Եվ տղան սուլելով ճանապարհ ընկավ։ Հայրը նորից ժպտաց, երբ տեսավ նրան։ Ֆրենկ, գործդ գլուխ չեկավ, հարցրեց միստր Քաուպերվուդը։ Ահա 30 օրվա մուրհակ, ասաց տղան սեղանին դնելով Դելիմփլից ստացած պարտավորաթուղթը։ Խնդրեմ զեղչես սա, պահելով հանդերձ քո $32։ Հայրն ուշադիր զննեց մուրհակը։ $62, կարդաց նա, միստր Դելիմփլ, ամեն ինչ կարգին է։ Լավ, ես սա կզեղչեմ, 10% կնստի սա քեզ վրա, կատակեց։ Իսկ ինչու չես ուզում մուրհակը պահել մոտդ։ Ես կարող եմ մինչև ամսվա վերջ սպասել, մինչև $32 ստաս։ Ոչ, չեմ ուզում, ասաց Ֆրենկը, ավելի լավ է զեղչես ու առնես քո փողը, իմը կարող ես ինձ տալ։ Ինձ պետք կգա։ Տղայի գործարար տեսքը զվարճացրեց Հենրի Քաուպերվուդին։ Լավ, վաղը ամեն ինչ կարվի, ասաց հայրը, իսկ հիմա պատմիր, թե ինչպես կարողացար հաջողեցնել։ Եվ տղան պատմեց։ Երեկոյան ժամը 7-ին այս պատմությունն իմանում էր Միսիս Քաուպերվուդը, մի քիչ ուշ էլ Քերի Սենեգան։ Բա ինչ էի ասում ձեզ, Քաուպերվուդ, բացականչեց Քերին։ Այս տղան հույսեր է ներշնչում, այ, հետո արդեն ուրիշ բաներ կտեսնեք։ Ճաշի ժամանակ Միսիս Քաուպերվուդը հետաքրքրախույզ նայում էր որդուն։ Միթե այս տղային վաղուց չէ, որ կրծքով կաթ էր տալիս, որքան շուտ հասունացավ։ Հուսով եմ, Ֆրենկ, հետո էլ կհաջողես այդպիսի գործեր անել, ասաց մայրը։ Ես էլ եմ հույսով, մայրիկ, լակոնիկ պատասխանեց տղան։ Ճիշտ է, ամեն օր աճուրդ չէր պատահում և ամեն օր հնարավոր չէր գործարքներ կատարել մթերավաճառի հետ, բայց Ֆրենկն արդեն պատանեկան տարիներից կարողանում էր փող վաստակել։ Պատանեկան հանդեսի բաժանորդագրություն էր հավաքում, աշխատում էր որպես չմուշկի մի նոր տեսակ տարածող գործակալ, իսկ մի անգամ էլ նույնիսկ գայթակղեցրեց շրջակայքի տղաներին, որպեսզի մեծածախ գնով ծղոտե գլխարկ առնեն ամռան համար։ Խնայությամբ տրամագլուխ դիզելու մասին Ֆրենկը չէր մտածում։ Համարյա մանկությունից նա համակվել էր այն համոզմունքով, որ շատ ավելի լավ է փող ծախսել առանց համրելու և որ այսպես թե այնպես ինքը կհասնի այդ հնարավորությանը։ Հենց այդ տարին կամ մի քիչ առաջ նա սկսեց հետաքրքրվել աղջիկներով։ Նրա հայացքը մշտապես կանգ էր առնում ամենագեղեցիկի վրա։ Եվ որովհետև ինքն էլ գեղեցիկ էր ու գրավիչ, ապա ոչ մի դժվարություն չէր քաշում իրեն դուր եկած աղջկան հետաքրքրել իր անձով։ 12 տարեկան Փեյշենս Բարլուն, նրանց դրկիցը, առաջին աղջիկն էր, որին նայելուց չէր կշտանում և որը նույնպես հիացած էր նայում նրան։ Բնությունն ուշտել էր Փեյշենսին փայլուն և սև աչքերով ու սև վարսերով, որ պիրկ հյուսում էր երկու գիսակով։ Նփակոչ գեղեցիկ ոտքերը հեշտությամբ կրում էին աղջկա գեղանի մարմինը։
Նրա ծնողները քվաքերներ էին, և նրա գլխին միշտ էլ գեղեցիկ նստած էր մի համեստ ու փոքրիկ չեփչիկ, բայց և այնպես բնավորությամբ շատ աշխույժ էր և այդ համարձակ, ինքնավստահ և օղամիտ տղան դուր էր գալիս նրան։ Մի անգամ էլ, երբ արդեն բազմիցս խուսափուկ հայացքներ էին փոխանակել իրար հետ, Ֆրենկը կանգնեցրեց նրան, աղջիկն էլ նույն ուղղությամբ էր գնում և ժպտալով ու համարձակ, ինչպես միշտ, հարցրեց. «Դուք, կարծեմ, մեր փողոցում եք ապրում, այնպես չէ»։ «Այո», պատասխանեց աղջիկը, մի փոքր հուզվելով ու ջղայնորեն ճոճելով գրքերի պայուսակը, «ապրում եմ 141 տանը»։ «Ես գիտեմ այդ տունը», ասաց տղան, «տեսել եմ, թե ինչպես դուք մտնում եք այնտեղ։ Կարծես դուք նույն դպրոցում եք, որտեղ իմ քույրն է։ Կարծում եմ ձեր անունը Փեյշենս Բարլոու է»։ Նա լսել էր, որ դասընկերներից մեկը անունով էր կանչել նրան։ «Այո», պատասխանեց աղջիկը, «որտեղից եք իմանում»։ «Լսել եմ», ժպտաց Ֆրենկը, «ես հաճախ եմ տեսնում ձեզ։ Մաստակաշաքար չեք ուզում»։ Եվ փորփրելով գրպանը մի քանի հատ թարմ մաստակաշաքարի ձողիկ հանեց։ Այն ժամանակ դա խիստ հաճելի քաղցրավենիք էր։ Փեյշենսը քաղցր հայացքով շնորհակալություն հայտնեց ու մի հատ վերցրեց։ «Երևի այնքան էլ համեղ չէ։ Վաղուց է իմ գրպանում, այս քանի օրը ճանուշկա ունեի»։ «Ոչ, անուշահամ է», պատասխանեց աղջիկը, ծծելով ձողիկի ծայրը։ «Դուք, կարծեմ, ճանաչում եք իմ քրոջը, Աննա Քամփերվուդին», հարցրեց Ֆրենկը, վերադառնալով սկսած խոսակցությանը և կարծես ներկայանալով իր հարևանուհուն։ «Ճիշտ է, նա մի դասարան ցածր է ձեզանից, բայց դուք գուցե ծանոթ եք»։ «Ես ճանաչում եմ նրան, դպրոցից վերադառնալիս մենք հանդիպում ենք»։ «Ես ապրում եմ այնտեղ, աջ կողմում»։ Ֆրենկը մատնացույց արեց այն տունը, որին մոտենում էին։ Կարծես աղջիկը առանց այդ էլ չէր իմանում ուր է ապրում տղան։ «Հուսով եմ, որ հիմա հաճախ կտեսնենք իրար»։ «Դուք ծանոթ եք Ռութ Մերիեմին»։ հարցրեց աղջիկը, երբ Ֆրենկն արդեն պատրաստվում էր թեքվել դեպի իրենց տունը տանող սալարկած ուղին։ «Ոչ, իսկ ինչու եք հարցնում»։ «Երեքշաբթի հավաքույթ ունի նա», կարծես իմիջիալոց նկատեց աղջիկը։ «Որտեղ է նա ապրում»։ «Համար 28 տանը»։ «Ես դեմ չէի լինի այցելել նրան», խոստովանեց Ֆրենկը, թեքվելով դեպի տուն։ «Գուցե նա ձեզ հրավիրի»։ Փեյշենսը հետզհետե ավելի էր քաջանում, ինչքան ավելի էր տարածությունը մեծանում նրանց միջև։ «Կխնդրեմ նրան»։ «Շնորհակալ եմ», ժպտաց տղան։ Աղջիկն ուրախ շարունակեց ճանապարհը։ Ֆրենկը դեմքը շողշողուն նայում էր նրա ետևից։ Սքանչելի էր այդ աղջիկը։ Նա Փեյշենսին համբուրելու սաստիկ ցանկություն զգաց և անմիջապես երևակայեց Ռութ Մերիեմի տան երեկոն ու այն ամենը, ինչ դա խոստանում էր նրան։ Դա բոլորովին մանկական սիրաբանություն էր դեռ, մեկը երեխայական անհրապուրանքներից, որ ժամանակ առ ժամանակ համակում էին Ֆրենկին առօրյա դեպքերի հողմապտույտների միջև։ Փեյշենս Բարլոուի հետ հաճախ համբուրվեց մեկուսացած անկյուններում, նախքան մի ուրիշը գտնելը։ Ձմռանը Փեյշենսը հարևան աղջիկների հետ վազվզում էր փողոց տնագնդիկ խաղալու և կամ ձմեռային երկար երեկոներին նստում էր իրենց տան դռան մոտի նստարանին։ Այդ ժամերին նրան բռնելն ու համբուրելը նույնքան հեշտ էր, որքան հեշտ էր երեկոյան հավաքույթներին ամեն տեսակ ցնդաբանություն փսփսալ նրա ականջին։ Փեյշենսին փոխարինեց Դորա Ֆիդլերը։ Այդ ժամանակ Ֆրենկը 16 տարեկան էր, ապա երբ 17 տարեկան էր, 15-ամյա Մարջորի Սվեֆթֆորդը, մի խարտյաշ փամփլիկ աղջիկ, աչքերը կապտագորշ, ինքը կարմրաթշիկ ու թարմ ինչպես արշալույսը։ Երբ Ֆրենկը 17 տարեկան էր, որոշեց թողնել դպրոցը։ Ընդամենը 3 տարի սովորեց նա բարձր դասարաններում, բայց արդեն լիովլի կշտացած էր ուսումնառությունից։ 13 տարեկանից նրա ուշքն ու միտքը ամբողջովին ֆինանսական գործն էր, երրորդ փողոցում դիտված ձևով։ Ժամանակ առ ժամանակ նա կատարում էր այնպիսի հանձնարարություններ, որոնք հնարավորություն էին տալիս որևէ բան վաստակել։ Քեռի Սենեկան թույլ տվեց նրան օգնել կշռողին ապրանքային նավակայանում, որտեղ կառավարական աչալուրջ տեսուչների հսկողության ներքո մաքսատան կից գտնվող պետական համբարանոցներն էին դարսվում 300 ֆունտանոց շաքարի պարկերը։ Երբեմն, երբ շատ գործ էր լինում, օգնում էր հորը և դրա համար աշխատավարձ էր ստանում։ Ֆրենկը նույնիսկ մտադրվեց խոսել միստր Դելիմփլի հետ շաբաթ օրերը նրա մոտ աշխատելու վերաբերյալ, բայց երբ նա մտավ 15-ի մեջ, հայրը դարձավ գլխավոր գանձապահ տարեկան $4000 ռոճիկով, ուստի և վաճառասեղանի հետևը աշխատելու մասին, իհարկե, խոսք չէր կարող լինել։
Հենց այդ ժամանակ դարձյալ Ֆիլադելֆիա եկավ Քերի Սենեկան, էլ ավելի գերացած, ավելի իրավազոր եւ ասաց քրոջ որդուն. «Տես ինչ եմ ասում, Ֆրենկ, եթե ուզում ես գործի անցնել, ես քեզ համար մի լավ պաշտոն եմ պահել։ Առաջին տարին կաշխատես առանց ռոճիկի, բայց եթե գլուխ անես, ապա հավանորեն պարգև վճարներ կտան քեզ։ Լսել ես երկրորդ փողոցում գտնվող Henry Waterman եւ ընկերներ ֆիրմայի մասին։ Գիտեմ որտեղ է նրանց գրասենյակը։ Ուրեմն, նրանք համաձայն են ընդունել քեզ որպես հաշվետար։ Դրանք հացահատիկ առնող ծախող եւ ընդհանրապես միջնորդական գործերով զբաղվող մարդիկ են։ Դու մի անգամ ասացիր, թե ուզում ես աշխատել այդ ասպարեզում։ Երբ ուսումնական տարին վերջանա, գնա պարոն Waterman-ի մոտ, իմ անունը տուր եւ նա կարծում եմ քեզ կընդունի։ Հետո ինձ իմացարա, թե ինչպես եք պայմանավորվել։ Քերի Սենեկան այժմ արդեն ամուսնացած էր։ Նա իր հարստությամբ նվաճել էր Ֆիլադելֆիայի բարձրաշխարհին պատկանող միաղքատ, բայց փառասեր տիկնոջ սիրտը։ Այդ ամուսնության շնորհիվ հանուր կարծիքով պետք է Քաուփերվուդների կապերը խիստ ամրանային։ Հենրի Քաուփերվուդը մտմտում էր հյուսիսային Ֆրոնտ փողոցը տեղափոխվելու մասին, որտեղից փառահեղ տեսարան էր բացվում դեպի գետը եւ որտեղ արդեն սկսվել էր գեղեցիկ առանձնատների շինարարությունը։ Այդ ժամանակների համար քաղաքացիական պատերազմից քիչ առաջ նրա $4000 աշխատավարձը բավական պատկառելի գումար էր։ Լինելով ողջամիտ ու զգույշ մարդ, Հենրի Քաուփերվուդը երբեք իր խնայողությունները չէր ներդնում անգամ շատ քիչ ռիսկոտ գործերի մեջ եւ իր ճշտապահության, շրջահայացության ու ճշգրտության շնորհիվ բոլոր հիմքերն ուներ, ինչպես ենթադրում էին պաշտոնակիցները, ապագայում դառնալ իր աշխատած բանկի փոխդիրեկտորը կամ նույնիսկ դիրեկտորը։ Քերի Սենեկայի առաջարկությունը Waterman եւ ընկերների մասին Ֆրենկը միանգամայն հարմար գտավ որպես գործի սկիզբ։ Ուստի եւ հունիսին նա գնաց հարավային երկրորդ փողոց եւ Henry Waterman ավագը բարեհաճ ընդունեց նրան։ Սրանից բացի, ինչպես պարզվեց, կային նաև Henry Waterman կրտսերը 20-ամյա մի երիտասարդ եւ ոմն Ջորջ Waterman, Waterman ավագի 15 տարեկան եղբայրը։ Բոլոր գործարքներին իրազերկ մի վստահելի անձ։ Ձեռնարկությունը գլխավորում էր 50-ամյա Waterman ավագը։ Կարիքի դեպքում նա մեկնում էր քաղաքամերձ վայրերի հաճախորդների մոտ։ Վերջին խոսքը նրան էր պատկանում այն հարցերում, որ եղբայրը անձամբ չէր կարողանում լուծել։ Նա էլ ձեռնարկում էր նոր գործարքներ այնպես, որ նրա շահընկերներին ու ծառայողներին մնում էր կենսագործել դրանք։ Արտաքուստ պաղարյուն, կարճավոտ ու ցմփոր մի գիրուկ, ուռած աչքերի ու կարմիր վզի վրա մանր կնճիռների մի խիտ ցանցով Henry Waterman ավագը իրականում խորաթափանց, բարեհոգի, մեղմաբարո ու սրամիտ մարդ էր։ Բնածին ողջամտության եւ առինքնող բարյացակամության շնորհիվ նա կարողացել էր ստեղծել մի հաստատուն ու բարգավաճող գործ։ Սակայն տարիներն արդեն զգալ էին տալիս իրենց, եւ իմանա սրտանց կուրախանար որդու գործակցությամբ, եթե միայն նա գործին վնաս չհասցներ։ Բայց այդ մասին երազել չարժեր։ Որդին ոչ այնքան դեմոկրատ, ինչպես հայրը, զրկված նրա արագ կռահունակությունից եւ աշխատունակությունից ոչինչ չէր զգում, բացի առևտրական գործունեության նկատմամբ զզվանք տածելուց։ Եթե գործը թողնվեր նրա խնամքին, անկասկած քարուքանդ կլիներ։ Հայրը տեսնում էր դա, վշտանում եւ միշտ հույս ուներ, թե կճարի որևէ երիտասարդի, որը կշահագրգռվի գործով, կշարունակի դա նախկին հիմունքներով եւ միաժամանակ դուրս չի մղի իր որդուն։ Մի խոսքով, միայն կրտսեր շահընկերոջ դերով բավարարվող մի մարդու։ Եվ ահա Սենեկա Դեվիսի հանձնարարականով ներկայացավ երիտասարդ Քաուփերվուդը։ Միստր Waterman-ը քննադատական հայացքով չափեց նրան։ Այո, մտածեց ծերուկը, պիտանի տղա է։ Սրանից մարդ դուրս կգա։ Ֆրենկն անկաշկադ էր պահում իրեն, միաժամանակ եւ արժանապատվությամբ առանցուզվելու կամ նեղվելու նվազագույն նշանի։ Ասում էր, թե կարողանում է պահել հաշվային մատյանները, թեև հացահատիկային կոմիսիոնի գործի բոլոր նրբությունները չի իմանում։ Բայց այդ ասպարեզը հետաքրքրում է նրան, ուստի եւ կուզենար իր բախտը փորձել այդտեղ։ Ինչ դուր է գալիս այդ պատանին, ասաց Henry Waterman-ն իր եղբորը, երբ Ֆրենկը գնաց հաջորդ առավոտ իր նոր պարտականություններին ձեռք զարկելու առաջարկություն ստանալուց հետո։ Ինչ որ բան կա նրա մեջ։ Այսպիսի երիտասարդ, աչքաբաց ու եռանդուն մարդ վաղուց ոտք չէր դրել մեր շեմքից ներս։ Այո, համաձայնեց Ջորջը, որը եղբորից նիհար էր ու բարձրահասակ, աչքերը սրճագույն, մի քիչ պղտոր ու մտածկոտ,
Մազերը սև ու ցանցառ, որոնք էլ ավելի էին շեշտում նրա ձվաձև գլխի ճաղատի սպիտակությունը։ Խիստ հաճելի երիտասարդ է։ Տարօրինակ է, որ հայրը չի տանում իր մոտ բանկ։ Ինչ իմանաս, հավանորեն չի կարող, առարկեց եղբայրը, չէ՞ որ նա ընդամենը գլխավոր գանձապահ է այնտեղ։ Ճիշտ է։ Ինչու՞ չէ, փորձենք, իմ կարծիքով ամեն մի գործից գլուխ կհանի, շատ խոստումնալից պատանի է։ Հենրի Ուոթերմանը վեր կացավ և դիմեց դեպի երկրորդ փողոցի վրա բացվող շքամուտքը։ Նրան դուր էին գալիս շենքերի, այդ թվում և իր գրասենյակի շենքի համատարած պատով առավոտյան արևից պաշտպանված խճապած սալահատիկի զովությունը, սմբակների տկտկոցը, սայլերի դղրդոցը, խլրտոցը։ Նա նայեց ճանապարհի մյուս կողմը եղած 3 ու 4 հարկանի, գրեթե բոլորն էլ գորշ քարից շինված տներին, ուր նույնպես եռում էր կյանքը։ Եվ Հենրի Ուոթերմանը շնորհակալ եղավ Աստծուն, որ ժամանակին մտածեց իր գործը հիմնել մի այնպիսի բանուկ տեղ։ Միայն թե ափսոս, որ ժամանակին մի քանի հողամաս ևս ձեռք չէր բերել այդտեղ։ Երանի թե այս երիտասարդ Քոուփերվուդը լինի այն, որը պետք է ինձ, ասում էր մտքում ծերունին, ես կազատվեի բազմաթիվ ավելորդ գլխացավանքներից։ Հատկանշականն այն էր, որ 5 րոպեի խոսակցությունը բավական էր եղել համոզվելու այդ տղայի գործիմացությանը։ Հենրի Ուոթերմանը համարյա չէր կասկածում, որ իր հույսերը կիրականանան։